Նորոգված միտք վերնագիրը պատգամիս կարող է մտքի մասին շատ պատգամներ լսել ենք, բայց որոշ բաներ կա, որ կուզենամ միասին քանի տեղեր կանգնենք ու դրա վրա խորենք։ Հայտնի տեղերից մեկը Հռոմեացիս 12-րդ գլխից, որ պիտի կարդամ առաջի խոսքից, ասում է արդ կաղաչեմ ձեզ եղբայրներ, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք կենդանի զոհ, սուրբ, Աստծուն հաճելի, որ է ձեր բանավոր պաշտոնը։ Առաջի խոսքի վրա մի քանի րոպե կանգնենք, հետո կշարունակենք ընթացքը։ Ինչ է ասում Աստծո խոսքը, ասում է աղաչում եմ ձեզ Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք կենդանի զոհ, սուրբ, Աստծուն հաճելի, որ է ձեր բանավոր պաշտոնը։ Ոնց որ թե այստեղ աղաչանք կա, որ լսի բան կա, որ պիտի մինչև քո հոգևոր կյանքին հասնելու համար բան կա, որ պիտի մտածես կամ թողես, կամ քեզ վրա աշխատես։ Մեր եղբայրներից մեկը Միշա Սվարյանը իր հայտնի գրքերից մեկում ճանապարհ դեպի սիրտ, ովքեր ունեն կհիշեն, մի այսպիսի տող էր գրել, ասում էր քրիստոնյա լինելուց առաջ նախ մարդ լինել է պետք։ Այստեղ ասում է, որ կենդանի զոհ պիտի լինի Աստծուն հաճելի։ Զոհեր կան, որ Աստծուն հաճելի չի։ Օրինակ բան կա, որ մենք ուզում ենք մեր կյանքում փոխվի, որ մենք լավ երևանք։ Բան կա, որ մեր վրա աշխատում ենք, որպեսզի ուրիշին ինչ-որ բան ապացուցենք, որ ցույց տա։ Աստծո խոսքն ասում է այնպիսի զոհ պիտի լինի քո անձը, որպեսզի իրեն հաճելի լինի, ոչ թե մարդկանց։ Իրեն հաճելի զոհը որ կա, սիրելիներ, երբեմն մեր դուրն էլ չի գալի։ Բան կա, որ Աստված գալիս է մատը դնում է, ասում է, սա իմ դուրը չի գալի, սա պետք է բարձրանա զոհասեղանին, մեր դուրը չի գալի դա։ Բայց եթե մենք ուզում ենք, որ Աստծուն հաճելի լինենք, պետք է համաձայնենք։ Ես անուններ չեմ տալի, ես այսպես որ ասում եմ, կարծում եմ, որ ամեն մեկս մեր մեջ քննում ենք հասկանալու, որովհետև երբեմն լինում է, որ մենք աղոթում ենք ու Աստված բան է խոսում մեր հետ։ Մեր անձնական աղոթքներում, ծառայությունների ժամանակ, եթե սա լավը չլինի, հետո կհանեք կադրից, բայց այստեղ պիտի ես օրինակը բերեմ, մեր եղբայրներից մեկն էր, դեռ Արցախում, մի օր եկավ ասաց, կար ախպեր, ես քանի օր աղոթում եմ, Աստված մի հատ բան ասում ինձ անեմ, ես էլ չեմ անում, ասում եմ, ոնց չես անում։ Աստված քեզ բան ասում ու դու չես անում, ասում եմ, չէ, ասում եմ, այս բանը որ դժվարանում եմ անեմ, ասում եմ, բա ինչ արեցիր։ Ասում եմ, դե աղոթքի մեջ դες ծրիմ գնացել։ Ժորդ, երբեմն բան կա, որ Աստված մեզ ասում է, մենք սենց ուզում ենք ցրենք, շրջանցենք, Աստված ուղիղ ասում է, բան կա, որ մեր կյանքում պիտի փոխվի։ Եթե ուզում եք ինձ հաճելի լինեք, այդ դրանք պիտի բոլորը զոհասեղանին, իմ կրակն է որոշելու։ Դուք չեք որոշել, իմ կրակն է որոշելու։ Եվ իմ կրակը դատարկ զոհասեղանին չի իջնել։ Իջնում է, երբ որ զոհ կա զոհասեղանի վրա։ Մենք երբեմն ասում ենք, Տեր, թող փոխվի մեր կյանքը, արի մեր կյանքի մեջ, լսի մեր կյանքը պիտի զոհասեղանին լինի, որ կրակը գա, որ փոխի, որտեղ նրա կրակն է մեզ մաքրում, փոխում եւ իր առջև հաճելի դարձնում։ Շարունակության մեջ կարծես թե միտքը վերևինի հետ կապ չունի, բայց ուզում եմ տեսնենք, որ անմիջական կապ ունի։ Ասում է, եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Հապա մտքի նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի քննեք, թե ինչն է Աստծո կամքը, որ բարի է ու հաճելի եւ կատարյալ։ Հետաքրքիր է, վերևը կարծես թե տենց լուրջ հոգևոր ծառայության գործ է ասում Աստված, ընծա, զոհասեղան, բարձրանալ, մարմինները ընծայենք Աստծուն հաճելի լինենք ու այստեղ հաջորդ քայլն ասում է մի կերպարանվեք աշխարհի կերպարանքով, որովհետև աշխարհը մեզ թույլ չի տա մենք զոհասեղանին բարձրանանք։
ինչքան մեր ներսը դեպի աշխարհը ցանկություն կա, իմացի դու այդքան հեռու ես զոհասեղանից։ Ինչքան մենք պայքարում ենք աշխարհի դեմ, մենք այնքան մոտենում ենք Տիրոջ զոհասեղանին։ Եվ մեր պայքարը տեղի է ունենում մեր մտքում։ Մեր մտքում ինչ հաղթեց, մենք դա ենք։ Եթե մեր միտքը հաղթեց, որ մենք պետք է բարձրանանք զոհասեղան, իմացեք մենք կգնանք զոհասեղան։ Քանի մեր միտքը մեր ներսում ասում է, բայց ամեն դեպքում ընդեր ձգող բան կա, իմացեք զոհասեղան բարձրացողը չենք մենք։ Ով էլ ուզում է լինել, ով ուզում է քարոզել, ինչքան ուզում ես ծնկներդ մաշեցրու, միևնույն է, այնտեղից կրակ չի գա, մինչև մեր անձը զոհասեղանին չմերսվի։ Աշխարհը բոլորովին այլ կերպ է մտածում։ Բոլորովին այլ կերպ է մտածում։ Աշխարհը ինչ ասում, ասում է, ես պիտի արժանապատվություն ունենամ ու ինձ հարգեմ։ Աստվածաշունչը ես այս այդ տեղներ կկարդամ, ասում է, եւ որ դու դիմացինիդ հարգես, նշանակում է քեզ էլ ես հարգում։ Լսի, եթե ինչքան էլ ուզում ես դու արժանապատվության մասին խոսի, եթե դու դիմացինիդ հարգել չգիտես, ինչ արժանապատվության մասին է խոսքը։ Աշխարհը այսպես է մտածում, ուրաքի քաղաքականություն, ամեն բան ինձ համար լավ լինի, ես անեմ, ես երևամ, ես գործեմ, ամեն բան իմ համար, իմ շահի համար։ Աստվածաշունչն ասում է, ուզում ես քեզ համար լավ լինի, քո կյանքդ զոհասեղանին ուրիշի համար դիր։ Քեզ համար լավ է լինելու։ Հնարավոր չի, եթե մենք մեր կյանքը չդնենք Աստծո զոհասեղանին, հնարավոր չի, որ մեր կյանքում բան չփոխվի։ Դա բացառված է։ Եվ ինչ ասում է, մտքի նորոգությունով նորոգվեցեք։ Ես կարծում եմ, որ մենք ամեն օր մտքի նորոգության կարիք ունենք, ամեն Աստծո օր, որովհետև այս աշխարհի մեջ այնքան բաներ ենք լսում, այնքան բաներ ենք տեսնում, դա գալիս է մեր միտք։ Ժողովուրդ, եթե մենք այստեղ նորոգման կարիք չունենանք, իմացեք ինչ որ տեսանք հասնելու է սիրտ, ուստեղ մեղք է ծնվելու։ Քանի մեր մտքում է, դա դեռ մեղք չէ։ Պողոս առաքյալը Կորինթացիների թղթում ասում է, ամեն հպարտացած միտք մենք գերի ենք բռնում եւ հնազանդեցնում ենք Հիսուս Քրիստոսի ոտքերի տակ, ինչի համար, որ դա մեր սիրտ չհասնի, որովհետեւ մեր սիրտ որ հասավ, ստեղ մեղք է ծնվելու։ Քանի դու քո մտքում ես ուրիշի հետ վիճում, գնա արագ հարցերը լուծի։ Հենց հասավ սիրտ, մեղք է ծնվելու։ Ասում է պետք է միտքդ նորոգված լինի։ Եթե մեր միտքը նորոգված չլինի, մենք Աստծո կամքը իմանալ չենք կարող։ Այդպես է ասում։ Մի կերպարանվի այս աշխարհի կերպարանքով, ապա մտքի նորոգությունով նորոգվի ինչի համար, որպիսի քննես ինչն է Աստծո կամքը։ Գիտես ինչ ասում Աստծո խոսքը, ասում աղոթելով չես իմանալու Աստծո կամքը։ Միտքդ նորոգի, որ ինքը խոսի դու էլ հասկանաս։ Ինչքան բան կա, երբ որ Սուրբ Գիրքը կարդացել ենք կամ այդ մեր եղբոր ասածի պես, հա? Ինչքան բան կա, որ խոսում կարդում ես, քեզ բան է ասում, բայց միտքդ երբ որ մերժեց, իմացին, ցրելու ես էտա, ներողություն ես բառսանում։ Շրջանցելու ես էտա, դա դու չես անելու, որովհետև մեր միտքը նորոգված չի։ Մեր միտքը ինչ է ասում։ Հանկարծ մեկը գալիս է ասում է, գիտես, քո մասին բան է խոսել։ Մեր միտքը առաջին է ասում, նա ով է որ իմ մասին բան խոսի։ Նորոգված միտքը ասում է, թող խոսա ոչինչ։ Բա եթե չխոսա, ես չեմ իմանա, որ ես ինչ որ բան անում եմ։ Մեռած մարդու հետևից մի անգամ խոսում են ու էլ չեն խոսում։ Բայց եթե քո հետ խոսում են, քո հետևից խոսում են, հանգիստ տեղի։ Ուրեմն ինչ որ բան արել ես, որ քո մասին խոսում են։ Աշխարհի մտածելակերպի պես պատասխան մի տուր, այլ իմացիր, եթե Տերը լիներ ինչ պատասխան կտար։ Ես որտեղից իմանամ, եթե իմ միտքը նորոգված չի։ Ախր ես Սուրբ Գիրք կարդում եմ, բան կա ինձ ասում ես ինչ տեղը պիտի փոխվի, բայց սա չի ընդունում։ Չէ, սկսում ենք ինչ անել, արդարացումներ գտնել մեր կյանքում։ Սկսում ենք մտածել, արդարություն
փորձել ինքնարդարացնել, որ միայն թե այդ հարցը չլինի մեր կյանքում։ Բայց եթե նորոգված միտք է, ասում ես, այդ ես այդ եկեղեցում այսինչ մարդը չէ։ Ես հարևանս չի, բարեկամս չի, իմ տան անդամը չի, ես է։ Նորոգված միտք ասում է դու ես։ Ես լսել եմ, որ մարդիկ ասում են, դե ախր բարի գործ է, բարի բան է ասում, բարի ընթացք ունի, օրինակ մարդիկ կան, որ խորհուրդ են տալի, ասում ես, դե լավ բան ասել, յանին բարի բան ասել, եւ Աստվածաշունչն էլ ասում է, որ այն ինչ որ Աստծո կամքն է, որ բարի է, հաճելի է ու կատարյալ է, եթե բարի է, հաճելի է, կատարյալ է, ինչի՞ չէ որ։ Սիրելիներ, Աստծո կամքն է որոշում ինչն է բարի, եւ ինչը հաճելի, եւ ինչը կատարյալ։ Հավատացնում եմ, որ մեր համար բարին Աստծո համար բարի չէ։ Օրինակ, լիքը բարի գործներ կան, բարի քանոքներ կան։ Անում են, որ Աստծո փառքը երևա, թե իրենց։ Իմի դա մեկ մարդկանց համար լավ է, որոշները օգտվում են դրանից, բայց դա Աստծո կամքը չէ։ Աստծո կամքն է, որ իր անունը բարձրանա, որ ինքը փառավորվի, ոչ թե ես, ոչ թե այս անձը, այլ ինքը լինի, իմ ամեն գործի մեջ, իմ ամեն խոսքի մեջ, իմ ամեն նստել վեր կենելու մեջ, նա փառավորվի։ Աստծո կամքն է որոշում ինչն է հաճելի, ինչն է կատարյալ, ոչ թե ես։ Մեզնով որելնի գիտես մենք իշքան հաճելի բաներ ունենք ու ուզում ենք, որ մեր կյանքում լինի։ Բայց տենց չի։ Այնքան հաճելի բաներ կա, որ մեզ համար հաճելի է, բայց Աստծո խոսքը մերժում է։ Այդ քոնը չի։ Այդ ճանապարհով մի գնա։ Այդպես մի ասա։ Այդպես մի վարվի, այդպես պատասխան մի տուր, որովհետև քեզ հարիր չէ։ Դու Աստծո մարդ ես, իրավունք չունես։ Մենք ուղղակի իրավունք չունենք։ Եթե իմ միտքը նորոգված է լինում, ես բոլորովին այլ կերպ եմ մտածում, եւ սրանով մենք կարող ենք մեր կյանքում հասկանալ իմ միտքը նորոգվում է թե չէ։ Եթե ես շարունակում եմ մտածել երեկվա պես, առաջի օրվա պես, ես շարունակում եմ մտածել մեկ ամիս առաջվա պես, ուրեմն ես մտածելու բան ունեմ։ Եթե իրավիճակները գալիս են մեր կյանքում, մենք ինչ ենք ասում, ես գիտեմ սրա պատասխանը ոնց պիտի, ես 3 առաջի օրն անցել եմ, այսօր քեզ նոր բան է պետք, այդ ճանապարհն անցնելու համար, այսօրվա դուռը բացելու համար, երեկվա բանալին, այլևս չի գործում։ Այստեղից հետևություն, որ մենք ամեն օր կախում ունենք իրենից, եւ մեր միտքը ամեն օր նորոգված պիտի լինի։ Որովհետև եթե ինքը խոսի ու ես նորոգված միտք չունենամ, ես կմերժեմ։ Փիլիպեցիս 2-րդ գլխում 4-րդ խոսք 4-5-րդ խոսքն ասում է. միայն անձիդ շահը մի ընտրիր, հապա ամեն մեկը իր ընկերինն էլ, ձեզանից ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ Հիսուս Քրիստոսի մեջ էր։ Այստեղ մի քիչ ավելի օղակը սեղմում է։ Տեսեք ինչ է ասում Փիլիպեցիս թուղթը, ասում է միայն անձիդ շահը նայիր, փնտրիր, հապա ամեն մեկը իր ընկերինն էլ։ Եթե ասում է ընկերինն էլ, չի մերժում քո շահը ամբողջությամբ, բայց նախ դիմացինից, նախ օգնեմ իրեն։ Ձեզանից ամեն մեկը, ասում է, թող հենց այս միտքը ունենա, որովհետև այդ նույն միտքը Հիսուս Քրիստոսի մեջ էր։ Հիսուսը այդպես արեց։ Հիսուսի միտքը ո՞րն էր։ Երկու բան կա ավետարանում, որ ասում է Հիսուսի մասին։ Ասում է, Հիսուսն ինչ ասեց, ասեց, ես եկա, ոչ թե որ ինձ ծառայեն, հապա ես ծառայեմ։ Դե այդքան ծառայել ենք, հիմա թող մի քիչ մեզ ծառայեն։ Հավատացեք, եթե մենք ծառայում ենք, պետք չի որ սпасել ուրիշ մեկը քեզ ծառայի, ծառայողներ կլինեն։ Հիսուսի նպատակ առաջինը սա էր,
Երկրորդ բանը ինչ էր ասում։ Ասում էր ես եկամ, որ կորածը փնտրեմ ու փրկեմ։ Ես եկել եմ, որ կորածը փնտրեմ ու փրկեմ։ Երկուսն էլ դիմացինի շահն է։ Եկել եմ դիմացինից ծառայեմ։ Եկել եմ փնտրեմ ու փնտրեմ, փրկեմ։ Երկուսն էլ դիմացինի մասին է։ Ասում է, լսեք, եթե ուզում եք Քրիստոսի միտքը, սա է Քրիստոսի միտքը։ Նորոգված միտքը սա է։ Այլ կերպ մտածել, արդեն շեղում ես ճանապարհից։ Սա է Քրիստոսի միտքը։ Պողոս առաքյալը, երբ որ սկսեց եկեղեցիներին հալածել, իր մտադրությունը, վատ մտադրություն չէր, որ Աստծուն իբրև իր արևին պաշտպանում է, հա, իր մտածելակերպով պաշտպանում է, բայց երբ որ հանդիպեց Հիսուսին, իր մտածելակերպը փոխվեց։ Նախանձավորությունը մնաց, բայց այլևս նույն ձև չէր մտածում։ Այն նույն նախանձավորությունը Աստված թողեց, ասեց, սա հենց ինձ պետք է, այ ես եմ ուզում։ Բայց միտքը նույնը չպետք է մնա։ Երբ որ մենք աշխարհից գալիս ենք, այն լավ ակտիվ եղած ժամանակ աշխարհում լավ ակտիվ ենք եղել, Աստված ասում է, հենց ես եմ ուզում, բայց արի ես լիքը բան կա քո կյանքում պիտի փոխեմ։ Պիտի փոխեմ, որ դու իմ համար լինես։ Եվ իմ համար, երբ որ դու լինում ես, երկու նպատակ կա։ Նորոգված միտք ունեցողը մտածում է, ում ծառայեմ, ինչպես ծառայեմ, եւ երկրորդ բանը փնտրեմ, փրկեմ կորածը։ Եվ երբ որ սա ես անում եմ, Աստծուն հաճելի է։ Հիմա հասանք հենց այդ տեղը։ Ահա քեզ զոհասեղան, որ քո անձը դրված է զոհասեղանի վրա։ Երբ որ ես կգնամ կորածը կփնտրեմ, Տիրոջ դուրը գալիս է եւ ճանապարհին էլ Աստված մեզ լիքը բաներից մաքրում է։ Հետո երբ որ ես հետ եմ գալի, որ մտածում եմ ինչ լավ բաներ տեղի ունեցավ, հասկանում ես, որ փոխվել ես, որովհետև զոհասեղանին էր։ Երբ որ մենք մտածում ենք ուրիշին ծառայել, որ հետ ես գալի, այդ մարդու ուրախությունը, հանգստությունը տեսնում ես, հասկանում ես, որ այ մարդ ինչքան լավ էր այս ամեն ինչը, այսօր գոնե կարող եմ հանգիստ քնել։ Հանգիստ քնել։ Ես դե երբեմն տենց զբաղված եմ ելնում ժամանակ առ ժամանակ, եղել է դեպք, որ ժամը 10-ին Երևանից եկել եմ ու ինչ-որ մեկի տուն այցելել եմ, որովհետև ինչ-որ հարցեր են եղել, և այդ տանից կարող է ես դուրս եմ եկել գիշերը ժամը 2-ին, բայց որ գնացել եմ տուն, ասել եմ օրհնյալ լինի Տիրոջ անունը, որ ես հանգիստ եմ, ինչի, որովհետև այդ տանը խաղաղություն եղավ, որովհետև ծառայեցի։ Իմ միտքը կարա ուրիշ բան մտածի, ոնց մտածի, որովհետև արդեն նորոգված մտածելակերպ կա։ Եթե ես ծառայում եմ, եթե ես ցավ ունեմ, միտքը սա է, որ ես ում օգնեմ, սա արդեն զոհասեղանի գործ է։ Երրորդ տեղը Կողոսացիս երրորդ գլխում է, Կողոսացիս թուղթը իմ ամենասիրած թղթերից մեկն է։ Առաջին երկու խոսքը կարդամ։ Տեսեք ինչ է ասում։ Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առանք եւ իրոք առել ենք հավատքով, ուրեմն վերի բաները փնտրեք, ուր Քրիստոս նստած է Աստծո աջ կողմը։ Վերին բաները մտածեք, ոչ թե այս երկրի վրայինները։ Ինչ լավ ասում, չէ։ Դե ճիշտ է, մեր դուրը չի գալի, բայց լավ է ասում։ Ասում է, եթե Քրիստոսի հետ հարություն եք առել, ու եթե ես հարցնեմ, ասեմ, ով է հավատքով ընդունում իր փրկությունը եւ հարությունը, բոլորս ձեռք ենք բարձրացնելու բնականաբար։ Ասում է, դե եթե առել եք, ուրեմն վերին բաները փնտրեք։ Ինչի վերին բաները, որովհետև վերին բաները անթառամ են, նրանք հավիտենական են, նրանք են, որ արժեքավոր են, նրանք են, որ մեզ համար մեր հավիտենության մեջ պետք են գալու։
ուր Քրիստոս նստած է Աստծո աջ կողմ։ Եվ ինչ է վերին բաները։ Ուզում եմ ասել, Տեր, ես վերին բաներն եմ փնտրում, եւ սա է վերին բաները։ Քո սրտի մեջ ինչ կա ինձ համար, ասա անեմ։ Ուզում եմ հասկանամ մտքումդ ինչ կա, ինձ ասա, ես իմ կյանքը դնեմ դրա համար։ Սա է վերին բաների մասին մտածելը, փնտրելը։ Ես ուզում եմ Աստծո սրտի միջինը իմանալ, ես ինչ անեմ, ինչքան անեմ։ Եվ ասում է վերին բաների մասին մտածեք։ Լսեք, նորոգված միտքն է մենակ երկնքի մասին մտածում։ Նորոգված միտքը։ Մեր եղբայրներից մեկը անցած տարի մի պատգամում ինձ պատգամի մեջ մի բան ասեց ու այդ խոսքը ինձ բռնեց։ Ես դրա մասին շատ մտածում եմ, հաճախ եմ մտածում։ Ասում եմ, պատկերացրեք, որ գնացինք երկինք ու երկնքում ման ես գալու, մեկը եկավ մտավ քո թևը ու քեզ հարց է տալիս։ Ասում եմ, լսի, ես առաջին տարի նահատակներից եմ։ Որ նահատակվեցի, առյուծները ինձ կերան։ Սա իմ պատմությունն է, քեզանից ինչ կպատմես։ Մտածելու բան ա տալի։ Ինչ եմ արել։ Հետագիծս ինչ է։ Ինչ պատմեմ այդ մարդու։ Հասկանում ես, որ երկնքի մասին, որ սկսում ես մտածել, լիքը մտածելու բաներ կա։ Բայց ոնց մտածես, երբ որ քո միտքը ամեն ժամանակ ստեղ որ ասում է ոչ թե այս երկրի վրայինների մասին մտածի, այլ երկնքի մասին, մեր միտքը անընդհատ ստեղի մասին է մտածում։ Հատկապես կանայք, էլի, ինչ սարքեմ, հեսա տնեցի կգան, ինչ ուտեն, ինչ առնեն, ինչ տանեն, այսօր բա ինչ սարքեմ, ինչ հագնենք, նորմալ է սա, բայց որ մենք դրանով ապրում ենք, սա նորմալ չի։ Մենք պիտի նորոգված միտք ունենանք, որպեսզի երբ որ նա ինձ բան ասի, իմ միտքը դրան չհակադրվի։ Ես ուզում եմ, որ նորոգված միտք ունենալ, բայց չեմ ուզում Աստծո ասածը անել, դա չի լինի։ Իսկ նորոգված միտքը ինձ տանում է դեպի երկինք։ Այնտեղի բաների մասին մտածել։ Ինձ տանում է երկինք, որ ես հասկանամ, այնտեղ ինչ կա ինձ համար։ Ասում ինչ։ Չէ, պսակ կա, վարձք կա, երբ որ ես Քրիստոսի երկու միտքը, որ ինքը հայտարարեց, ունեմ։ Ում ծառայեմ, որովհետև ես երկրի վրա դրա համար եմ, հարմար տեղ է ասել ամեն։ Եվ փնտրեմ կորածը, ախր իմ տանը կորած մարդիկ կա։ Ախր իմ մոտ ընկերուհին կորած է, ախր իմ կոլեգաս կորած է, ախր ես ինչ եմ անում, փնտրեմ ու օգնեմ, որ փրկվի, բերեմ դեպի Քրիստոս, որ Քրիստոս նրան էլ փրկի, մտածելու բան է, եթե մենք այս երկու բանը մեր սրտում չունենք, մեր մտքում չունենք, մեր միտքը նորոգված չէ, մենք Քրիստոսի համար ենք այս երկրի վրա և նրանով ենք և դեպի նա պիտի դառնանք, բայց մենք Քրիստոսի միտքը պիտի ունենանք, նորոգված միտք Քրիստոսով։ Նորոգված մարդը հոգևոր բաների մեջ այլ ձև է մտածում, նորոգված միտք ունեցող մարդը, իսկ նու միտքը նորոգված չէ, ինքը բոլորովին այլ ձև է մտածում։ Ասում է դե ես համ ծառայում եմ, համ սովորում եմ, համ այսինչ միջոցառումներին եմ մասնակցում, համ, ու երբ որ նայում ես, տեսնում ես, որ բոլորն էլ կիսատ են։ Լավ չի երկու բան ու երկուսն էլ ճիշտ լինի, մաքսիմալ լինի։ Ես սիրում եմ, եթե մի բան անեմ, ինչքան իմ մեջ կարողություն կա, լավ անեմ։ Եթե ես պետք է ինչ-որ բան անեմ ու իմ ամբողջ ուժովս չանեմ, ես դա չեմ նախաձեռնում, չեմ անի ուղղակի։
Կամ պիտի ես իմ ամբողջ ուժով ինչքան իմ մեջ կա, խելք ու միտք կա, պիտի անեմ, կամ չեմ անել։ Մենք սիրում ենք շատ կիսատ բաներ։ Ժողովուրդ նոր միտքը ուրիշ բան է ասում ես։ Մենք այստեղ կամ հաղթում ենք, կամ պարտվում ենք։ Էսի փաստ է։ Մարդիկ կան ասում են ես փառք Աստծո, այդպես չեմ մտածում, բայց երբ որ այդ մարդու հետ նստում ես մի 15 րոպե խոսում, հասկանում ես, որ այս մարդը աշխարհից ավելի շատ բան գիտի, քան հոգևորից։ Ուզում ես ասես, լավ էլ ասում եմ, նոր օգված միտք է, բակի աշխարհի համար։ Ես մեր երիտասարդներին հաճախ եմ ասում եմ, եթե հարցեր եք ունենում, հավաքվեք իրար հետ, նստենք ու ձեր հարցերը տվեք իրար հետ փորձենք հասկանալ։ Մի ժամանակ կար ասում եմ, ոչ մի հարցը չունենք։ Ու ես մտածում ասում, լավ ես մարդիկ, այդ ձև լավ գիտեն գիրքը, մենք եկանք հարստանք։ Այսօր ասեցին, առաջի դեպքը եղել է հանդիպել ենք, կար նախբեր էլի հարցեր են առաջացել։ Փառք Աստծո, այսինքն սկսել են մտքները շարժել, սկսել են մտածել։ Ինչի մասին են մտածում։ Հոգևոր բաների մասին են մտածում։ Այ։ Բայց միջև այդ իրանց ընկերական շրջապատի մասին էին մտածում, ոնց խոսեն, ինչ անեն, ում հետ ինչ հարց լուծեն, հիմա հոգևոր հարցեր ունեն մարդիկ։ Հիմա հոգևոր հարցեր, սա նշանակում է, որ մարդու միտքը սկսում է փոխվել։ Ես իմ մասին եմ խոսում, դու քո մասին ես խոսում, բայց եթե ես քո մասին խոսեմ, վստահեցնում եմ իմ մոտ բան չի փոխվում։ Ես ոչ թե պիտի մտածեմ իմ դիմացինը երբ պիտի միտքը փոխի, այլ ես պիտի մտածեմ ես երբ պիտի մտածելակերպս փոխեմ։ Եվ երբ որ ես իմ մտածելակերպը փոխում եմ, հավատացեք, որ իմ միտքը հոժար է լինում եւ իմ անձն էլ պատրաստ է գնալ դեպի զոհասեղան։ Զոհասեղան, որտեղ երբ որ Տիրոջ կրակը իջնում է, այլևս ես չեմ, այլ ինքն է։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Մեր նպատակը Քրիստոսին ցույց տալն է։ Մեր նպատակը Քրիստոսով ապրելն է։ Մեր նպատակը Քրիստոսի մեջ լինելն է։ Եվ սա մեր հետ տեղի է ունենում միայն զոհասեղանում։ Եվ ես ասեցի, որն է զոհասեղանը։ Այն երկու միտքը, որ Քրիստոս հայտարարեց։ Ծառայել եւ փնտրել, փրկել մարդու։ Երբ որ ես սրա մեջ հարատևեմ, կտեսնեմ, որ իմ կյանքում բավականին բաներ փոխվել են։ Իմ բառապաշարս է փոխվել, ոչինչ որ այսպես ասեմ, հագուկ ապսել է փոխվել, նստել վեր կենալս է փոխվել, որովհետև մտածում եմ, ասում եմ, ախր ես այս մարդուն ծառայել եմ ու բան եմ ասել։ Հիմա եթե ես տենց չապրեմ, մենք սովոր ենք, մատում ենք, տանել աշկանել, ախր կբերի աշկը կանի, դի մեր ազգային բանն է, դիմացին, բա դու սենց էիր ասում, ես ուզում եմ, որ մենք սրա վրա խորհենք, 3 հայտնի տեղեր եմ կարդացել, բայց բաներ կա, որ մեզ մտածելու տեղ է տալիս, մեզ մտածելու տեղ է տալիս, մենք չպիտի մտածենք դիմացինի աչքի մեջ ինչ կա, ես պետք է մտածեմ իմ աչքերը մաքրելու մասին, որպիսի երբ որ ինքը ինձ ինչ-որ բան ասի, իր խոսքի միջոցով, պատգամի միջոցով, իմ կողքի քույր եղբայրների միջոցով, իմ տան անդամների միջոցով, ես հասկանամ, որ ես միտքս փոխելու բան ունեմ։ Մենք մեր տանը, եթե անհավատը մարդիկ ունենում ենք, իրանք մեզանից լավ գիտեն մենք ոնց պիտի ապրենք։ Ու անընդհատ մեզ դա սովորեցնում են, մեզ պահում են գծի մեջ։ Հավատացյալ ես, տենց մի արա։ Տենց բան չի անի հավատացյալը։ Փառք Աստծո, որ այդ մարդիկ կան մեր կողքին, բայց լավ է, որ իրանք էլ դառնան Տիրոջը։ Ոչ թե որ էլ չասեն մեզ, թող ասեն ու միշտ ասեն, բայց Տիրոջը դառնան։
Շնորհակալ ենք Աստծուց այդ մարդկանց համար, ամեն։ Մենք մեր միտքը որ փոխենք, այնքան լավ է լինելու, այլ մեզ ասող չի լինելու, ու ամենակարևորը, մենք էլ ուրիշին չենք ասի, որովհետև նոր միտք էլ չի մտածում, նոր միտքն մտածում է օգնելու մասին, չի մտածում, ասեմ, որ ինքը հասկանա, որ ինքը այդտեղ պակաս է։ Ամեն, եկենք կանգնենք Տիրոջ առաջ։ Մենք միտք ունենք, որ միշտ աշխատում ենք, միշտ է աշխատում, բոլոր ժամանակներում է աշխատում, մեքենայի ղեկին ենք, խանութում ենք, տանն ենք, աշխատանքի վայրում ենք, հասարակական վայրերում ենք, միշտ աշխատում է մեր միտքը։ Ես ուզում եմ, որ մենք միշտ հետևենք մեր մտքին։ Այդ պահին ինչ ես մտածում, լավ ինչի տենց մտածեցիր։ Աշխատի, որ քեզ հետ պահես դրա մեջ, որպեսզի իր առջև ուղիղ կանգնես։ Ամեն։ Ամեն։ Մենք սիրում ենք քո ներկայությունը։ Սիրում ենք քո խոսքը։ Սիրում ենք, երբ որ մեր սրտում երկրպագություն ես դնում եւ քեզ ենք բարձրացնում իմ Աստված։ Սիրում ենք քո առջև գալ եւ մեր աղոթքը բարձրացնել։ Բայց այսօր խնդրում ենք, որ մեր միտքը նորոգման մեջ տանես Սուրբ Հոգի։ Ամեն։ Ամենակարողի Հոգի, դու որ մեր մեջ բնակվում ես։ Ես ասում եմ, որ մենք մեր զենքերը վայր ենք դնում եւ ասում. Նորոգիր մեր միտքը։ Թող մեր միտքը նորոգված լինի, որպեսզի քո կամքը իմանանք Տեր, որ կարողանանք քո կամքը քննել իմ Աստված, որովհետև գիտենք, որ քո կամքը մեր սրբությունն է, մեր մաքրությունն է, մեր ուղղությունն է, մեր կատարելությունն է քո կամքը։ Բայց մեզ տար այն ճանապարհների մեջ, որտեղ մենք կհանդիպենք մարդկանց, որ ոչ թե մեզ ծառայեն, այլ մենք ծառայենք նրանց Տեր։ Ինչքանով որ մեր ձեռքում ուժ կա, մենք ամեն մեկին ծառայենք Տեր։ Ինչքան որ դու մեզ խելք ու միտք տաս, մենք ծառայենք Տեր։ Ինչքան որ մեզ իմաստություն տաս, մենք նրա կողքին լինենք Տեր։ Մեզ տար այն ճանապարհների մեջ եւ պահիր մեզ այն ճանապարհի մեջ, որ մենք կարողանանք փնտրել, այն սիրտը ունենալ, որ փնտրենք ու փրկենք, դեպի քեզ առաջնորդենք այն մարդկանց, այն հարազատներին, այն բարեկամներին, այն տան անդամին, որ դեռ քեզ չի ճանաչել իմ Աստված։ Սուրբ Հոգի մեր սրտում ցավ դիր։ Թող իմ միտքը միշտ վերին բաների մասին մտածի, որ ես մի օր այնտեղ կանգնելու եմ։ Ու ես ուզում եմ, որ իմ հետագիծը բավականին հարուստ լինի, բավականին լեցուն լինի, որ այս երկրի վրա էլ ապրելու ժամանակ քեզ հաճեցնեմ Տեր, որ քո սիրտը ուրախությունից ասի, այո, ես նրա առումով չէի սխալվում, ես նրան իր մոր որովայնից երբ որ կանչեցի, ես գիտեի, որ նա կգնա այդ ճանապարհի մեջ, թող դա մենք լինենք իմ Աստված, մեզ քաշիր քո ետևից եւ մենք վազենք Տեր, եւ թող մեր ճանապարհները քո ուղղորդությամբ լինեն, եւ թող մեր միտքը քո կատարելության մեջ լինի, մեզ սովորեցրու, որ մեր միտքը քո օրենքի վրա լինի, քո գործի վրա լինի Աստված, շնորհակալ եմ քեզ համար։